Պարոն Նահապետյան, երկու կոնկրետ հարց ունեմ։ Շատ կարևոր եմ համարում Հանրապետության սահմանամերձ շրջաններում 40 ռազմականացված բնակավայր ստեղծել, ինչի առաջարկ արել եմ։ Դուք անձամբ ո՞նց եք դրան նայում։ Եվ երկրորդ հարցս, պարոն Նահապետյան, դուք ո՞նց եք նայում, մենք սաղ օրը նկարում են, ես մինչև տնից հասնում եմ այստեղ 18 կամերա ինձ նկարում է, եթե դրանց նկարածները գումարենք, իմ ամբողջ կյանքը էկրանի առաջ է։ Արդեն հիմա շենքում բակի կոմից են դրել, այսինքն դուք ինչ եք մտածում, այդքան մտահոգվում եք մեր մասին, մեր առողջության մասին, որ մենք հանկարծ սխալ քայլ չանենք, չգիտեմ, լևի չգնանք, ինչ չանենք, դեն սաղ նկարում եք, ինչ անենք, որտեղ գնանք, արդեն ռեստորան հրավիրում են հաց ուտել, ասում ձեր մոտ նկարում են, թե չէ, գան թե չէ։ Մարդս էլի ուզում ես մի հատ անեկդոտ պատմես, բան արդեն բնականաբար էլ չի ստացվում, նու տունը հեշտ չխոսանք, տունը ամեն ինչ լսվում է, ամեն ինչ նկարվում է։ Դուք ո՞նց եք դրան նայում, որպես ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի նախագահ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան, ձեր կոնկրետ հարցերի համար ես կոնկրետ պատասխաններ կհնչեցնեմ եւ կսկսեմ վերջից։ Իրականում մի փոքր դուք չափազանցնում եք, որ ամեն ուր տեսանելիքանող սարքերով վերահսկում են ձեր ամեն մի շարժ եւ ընդհանրապես յուրաքանչյուրի շարժ այսպես տեսանկարահանման ենթակա է եւ ինչ վերաբերում է տեսանկարանող սարքերի ներդրմանը եւ գործադրմանը, ապա մենք բարբերաբար տարբեր քննարկումների ժամանակ նաև խորհրդանական լսումների ընթացքում անդրադարձել ենք այս կամ այն տարածքում տեսանկարանող սարք տեղադրելու անհրաժեշտությունը։ Կառավարության ներկայացուցիչները, ոստիկանության ներկայացուցիչները տալիս են համապատասխան պարզաբանումներ, թե ինչու այս կամ այն տարածքում անհրաժեշտ է հատկապես տեսանկարանող սարքերի տեղադրումը։ Ինչ վերաբերում է ամբողջապես այդ սարքերի տեղադրմանը, ապա այդ գործընթացը ես առաջին օրվանից ողջունել եմ, որովհետև մեր ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հարցում նման սարքերի տեղադրումը տվել է իր դրական արդյունքը։ Շատ է թե քիչ քննարկման ենթակա է, որ տարածքում հատկապես պետք է տեղադրվի։ Եկեք մտածենք չափորոշիչների մասին, եթե դուք գտնում եք, որ այստեղ օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն կա եւ պետք է հստակ սահմանել չափորոշիչներ նաեւ համապատասխան սարքերի տեղադրման համար, խնդրեմ եկեք քննարկենք, հանդես եկեք համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ, մենք հանձնաժողովում պատրաստ կլինենք քննարկելու ձեր առաջարկությունը։ Հիմա առաջին հարցի հետ կապված։ Սահմանամերձ 40 ռազմականացված բնակավայրերի ստեղծում։ Սահմանամերձ բնակավայրերում անվտանգության ապահովման ուղղությամբ մենք իսկապես պետք է ձեռնարկենք նոր համալիր միջոցառումներ։ Թե այդ համալիր միջոցառումները ինչպիսի գործողություններ կարող են ենթադրել, նույնպես քննարկման խնդիր է։ Իրապես մենք տեսնում ենք այսօր անհրաժեշտություն, հաշվի առնելով նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանում լարվածության աճը, սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովումը, տեսնում ենք անհրաժեշտություն, որ պետք է ձեռնարկել նոր միջոցառումներ։ Ձեր առաջարկած գաղափարը ռազմականացված բնակավայրերում նույնպես քննարկման ենթակա է։ Այս պահին ես չի ուզենա վերջնական պատասխան հնչեցնել։ Կարծում եմ այն նույնպես արժանի է մանրամասն ուսումնասիրության եւ դրա արդյունքում մենք կողմնորոշվենք, ինչքանով այս գաղափարը ունի ինչպես առավելություններ, այնպես էլ բացասական կողմեր։ Արձագանքի համար Հրանտ Բագրատյան։ Ես ուշադիր լսեցի ձեր պատասխանները, խոսքս ուղղում եմ հանրապետականին, լսեք, մեզ ձեռ մի առեք, մի հատ բան ենք ասում, անգամ բացահայտ կիքսի վերաբերյալ անդադ ասում եք հանդես եկեք օրենսդրական նախաձեռնությամբ, 28 անգամ հանդես եմ եկել, մի անգամ քննարկել եք այստեղ։ Սահմանադրությունների փոխում ասում եք գոնե արեք, որ դեպուտատը նախաձեռնության իրավունք ունի, մենք չունենք օրենսդրական նախաձեռնության իրավունք, չունենք, եթե ընդդիմություն ես, չունես։ Հիմա ինչ ասեմ, շարունակեք տուգանել, օրենսդրական նախաձեռնությունը դեպ մի հատ եղել է, իհարկե դա արագաչափի մասով էր, նա, այս մասով էլ էլի կանենք, մեջն ինչ կա, հայել կանենք, հայել չեք ընդունի, հայել կքննարկեք, հայել կասեք քննարկեցինք, լսեցինք իրար վերջ, սա ձև է դառնում, հասկանում եք, պատասխանատվություն չեմ զգում ես արդեն։ Դուք մարդկանց նկարում եք ամենտեղ, այլ տուալետ չեն կարող մտնենք։ Պարոն Բագրատյան, ինչ վերաբերում է օրենսդրական նախաձեռնության ձեր իրավունքի իրացմանը, ապա դուք ազատ կարող եք օգտվել այդ իրավունքից եւ մի փորձեք ձեր նախորդ 28 օրենսդրական նախաձեռնությունները կապել ձեր կոնկրետ առաջարկի տված իմ պատասխանին եւ արձագանքին։ Ես ձեզ գործնական առաջարկ եմ անում։ Եթե դուք տեսնում եք խնդիր եւ այդ խնդրի լուծման կապակցությամբ ունեք ձեր պատկերացումը,
Հանդես եկեք նախաձեռնությամբ մենք հանձնաժողովում կքննարկենք։ Ես չեմ կարող ձեր մնացած բոլոր նախաձեռնությունների կամ այլ հանձնաժողովներում դրանց քննարկման ընթացքին անդրադառնալ, բայց կարող եմ անդրադառնալ ձեր մեկ նախաձեռնության, որի կապակցությամբ տևական ժամանակ մենք փորձում ենք միասին քննարկում կազմակերպել եւ հուսով եմ առաջիկայում հնարավորություն կունենանք այդ նախագիծը քննարկել։ Եվ այստեղ ուզում եմ հատկապես կարևորել մշտական հանձնաժողովների դերը։ Ցավոք, վերջին շրջանում նկատում եմ մեր առանձին գործընկերների կողմից այնպիսի հարցադրումներ, որ կարծես թե հանձնաժողովները չպետք է քննարկումներ կազմակերպեն եւ եզրակացություններ տրամադրեն ազգային ժողովին։ Եվ միանգամից կանաչ լույսը վառենք առանց հանձնաժողովում լուրջ համակողմանի քննարկման նախագիծը գա հայտնվի այս դահլիճ։ Ես հասկանում եմ առանձին դեպքերում մոտիվացիան որն է։ Հասկանում եմ թե ինչու եք հատկապես ուզում ազգային ժողովի լիագումար նիստում առանց նախնական համակողմանի քննարկում կազմակերպելու բերել այստեղ քննարկման առարկա դարձնել։ Բայց ես չեմ կարծում, որ կա որևէ լուրջ խորհրդարան, որի մշտական հանձնաժողովները պատշաճ կարգով համակողմանի խորը քաղաքական, մասնագիտական քննարկում չծավալեն օրենքների նախագծերի շուրջ, անկախ նրանից դրանք ներկայացվել են կառավարության կողմից թե ազգային ժողովի падգամավորների։ Այս իմաստով իմ կոչը ուժի մեջ է եւ առաջարկում եմ ձեզ հանդես գալ համապատասխան նախաձեռնությամբ։ Շնորհակալություն։